Ինչ կար Թութանհամոնի ննջատուփի տակ, որ կարող էր պայթել։ Երբ 1922 թվականին հայտնաբերվեց Հին Եգիպտոսի փարավոն Թութանհամոնի գերեզմանը, աշխարհը ցնցվեց։ Բայց ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ էր սպասվում ննջատուփի ամենախորը ներքևի մասում։ Ինչից սկսեց բանը։ Գիտնականները սկսեցին մանրակրկիտ բացել ննջատուփի շերտերը, մեկը մյուսի հետևից։ Բայց երբ հասան վերջին շերտին, նրանց դիմաց բացվեց մի սև, կպչուն մութ նյութ։ Այդ նյութը ոչ մի հայտնի նյութի նման չէր։ Արդյոք դա խեժ էր, մոմ, թե մի բան շատ ավելի վտանգավոր։ Ինչպես պարզվեց։ Լաբորատոր փորձարկումներով պարզվեց, որ այդ սև հեղուկը կարող է բռնկվել շփման կամ ջերմության ժամանակ։ Այսինքն Թութանհամոնի դագաղը պայթյունավտանգ էր, այո։ Եվ հիմա գիտնականները ենթադրում են, որ սա Հին Եգիպտոսի հատուկ մոգական պաշտպանությունն էր։ Ինչու են ոմանք վախենում այս ամենից։ Քանի որ այն ննջատուփը եղել է կարմրավուն, սևով պատված ու այրվածքի հետքերով։ Որոշ պատմաբաններ նույնիսկ մտածում են, որ ննջատուփը ինքն իրեն է այրվել ներսից, երբ բացվել է ինչպես նախնիների շունչը։ Դու կբացեիր փարավոնի դագաղը, եթե գիտես, որ ներսում գանձ կա, բայց նաև մի հեղուկ, որը կարող է պայթեցնել ամբողջ սենյակը։ Գրիր քո քաջ կարծիքը մեկնաբանություններում։ Դու ռիսկի կդիմես, թե կփախնես դեպի Հայաստան։ Նշեմ, որ ես եգիպտագետ եմ, եւ ձեր ցանկության դեպքում ես ձեզ կպատմեմ աշխարհի ամենահին եգիպտական պատմությունները։ Իսկ դու չմոռանաս բաժանորդագրվել Small գիտնականի ալիքին, քանի որ այստեղ սովորում ենք զվարճալի եւ հետաքրքիր ձևով։